Աստծու բարին բոլորիս, բոլորին, ամբողջ աշխարհին, խաղաղություն բոլորիս, եւ ներսը, եւ դուրսը։ Քանի որ ամեն տարի սկսվում է Պահքի շրջանը, մարտի 2-ից մինչև ապրիլի 20 այս տարի, ես ուզում եմ մի քանի խոսք հիշեցնեմ բոլոր գոնե հավատներին ու հավատացյալներին ու թերահավատացյալներին, որ պահքը պատահական բան չի, պահքը մի հոգի չի նստել որոշել, որ եկեք այս օրերին միս չուտենք։ Ոչ մեկը թող չմտածի, թե դա ինչ որ միջոցառում է կամ ծիսակատարություն, դա լուրջ աշխատանքի շրջան է։ Ամբողջ տարվա կուտակած ավելորդությունները մեր երակների մեջ, մեր զգայական շերտի մեջ, մտավոր շերտի մեջ, մեր հոգեկան էներգիան, մեր աուրայի մեջ, ամբողջ այդ կուտակածը պետք է մաքրվի։ Զսպվածություն, համբերություն, չափավորություն, ներողամտություն եւ բոլոր այս դրական ությունները պետք է խաղաղեցնենք, մաքրենք, որ կարողանանք ամբողջ տարվա ընթացքում բոլոր հարվածներին դիմանալ, դիմակայել, գոնե։ Շատերը ասում են, չէ, Աստվածաշնչում տենց բան չկա, որ միս չուտեք եւ այլ եւ այլ։ Ես այնքան տեղեր եմ դուրս բերել մեջից, որ խելքը գլխին մարդու համար բավական է այդքան։ Օրինակ նայեք, ես ընդամենը վերջի նախադասությունը կարդամ, վերջի երկուսը։ Կորինթացիների 9-րդ գլուխը եւ 12-13 համարները։ Եվ երբ այսպես ձեր եղբայրների հանդեպ մեղք եք գործում, նրանց տկար խղճմտանքը վիրավորելով, մեղանչած եք լինում Քրիստոսի դեմ։ Ահա թե ինչու եթե իմ ուտելը գայթակղեցնում է իմ հավատակից եղբորը, երբեք միս չեմ ուտի, որպեսզի իմ եղբորը չգայթակղեցնեմ։ Սա ընդամենը երկու նախադասություններ, բայց ինչքան տեղեր կան, որ գրված է այդ մասին։ Բայց պահքը նրա համար չի, որ միայն միս չուտենք եւ ասենք, դե մենք միս չենք ուտում, ուրեմն մենք հավատացյալ ենք, մենք միշտ եկեղեցի ենք հաճախում, բոլոր պաշտամունքների օրերին ներկա ենք, մենք անգիր գիտենք Աստվածաշունչը, պահքը դրա համար չի։ Պահքը նրա համար է, որ այնքան մաքրվենք, մեր սովորություններից ազատվենք, մեր ցանկասիրություններից ազատվենք, որ այդ 40 օրը, 40-ից երբեմն ավել, 40 օրը սուրբ խորհրդանիշ թիվ է, ոնց որ ասենք 12-ը, 3-ը եւ այլն, որ անհրաժեշտ է թատրոն չգնալ, որովհետև թատրոնում ուզեն չուզեն ձեր զգայական աշխարհը պետք է ակտիվացնեն, հեռացնեն Աստծուց, կենտրոնացնեն թատրոնի զարգացման, ընթացքի, դերերի մեջ կենտրոնացնեն, այսինքն կտրեն աստվածային այդ ուժերից, ինչի համար ենք մենք պահքը պահում, որ մեր թրթրանքը նրբացնենք, բարձրացնենք, որ կարողանանք Հիսուսի հարությունը զգալ։ Դրա համար է արվում։ Միայն թատրոնը ասեցի, բայց հեռուստաալիքները նայել,
հազար ու մի ավելորդ խանգարող մեր մակարդակը իջեցնող հաղորդումներ չլսենք, որ սովորություն է դարձել արդեն։ Նստում են հեռուստաալիքների առաջ, երկար ժամանակ են կորցնում, չեն հասկանում ինչի են լսում եւ ինչ են լսում եւ ինչ պետք է լինի այդ լսելուց հետո, իրենց հետ ինչ է կատարվում։ Կտրում ենք բարի նպատակներից եւ չարանում ենք, երբ որ այնտեղ վատ լուրեր ենք լսում, ազդվում ենք, էներգիա ենք կորցնում, աստվածային էներգիան կորցնում ենք։ Դե կորցնում ենք, դրա համար չենք կարողանում իրար ներել։ Դրա համար չենք կարողանում իրար ոչ թե լավություն անել ցուցադրական, որ հետո երեսով տանք, այլ բարություն անել, որովհետև բարություն չկա մեջներս։ Չի մնացել։ Այցելությունները պետք է կրճատել այդ օրերին։ Միայն անհրաժեշտ եւ խիստ անհրաժեշտ տեղերը պետք է այցելել, որ խոսակցությունները քիչ լինեն, որ կարողանանք մաքրենք մեր եւ մտքերը, եւ զգացմունքները, եւ հոգեկան էներգիան խաղաղացնել։ Ինչքան շատ ենք խոսում, ինչքան շատ ենք լսում, այնքան շատ ենք շեղվում մեր բարձրագույն եսից, մեր խղճից, մեր հավատքից, մեր սիրուց, այնքան շատ ենք հեռանում։ Հետևեք կյանքում, հետևեք ձեզ, հետևեք մյուսներին, կտեսնեք, որ ճիշտ եմ ասում, պետք է հեռու մնալ, պետք է սովորել լռել, պետք է սովորել մենակ մնալ։ Ես չեմ ասում այդ 40 օրից ավել մեծ պահքի ժամանակ, ոչ մեկի հետ մի խոսեք, ոչ մեկին մի տեսեք, լռիվ մենակ մնացեք, ես դա չեմ ասում։ Ես ասում եմ, եթե հարսանիքի մեջ ես, նույնիսկ այդ ժամանակ պետք է ներքին խաղաղությունը պահպանես եւ չդատես, չմեղադրես նրանց, ովքեր որ միս են ուտում։ Որովհետեւ այդ օրերին ոչ թե միս ասածը, այլ կենդանիներին չի կարելի ուտել։ Կենդանիներին չի կարելի ուտել ոչ թե պահքի ժամանակ, այլ ընդհանրապես չի կարելի ուտել։ Որովհետև կենդանիները իրանց էվոլյուցիայով, իրենց բնության զարգացմամբ ավելի բարձր են, քան մենք մեր բնության համեմատ։ Մեր բնությունը ո՞րն է։ Աստվածային բնությունը, մենք Աստծու նման ենք ստեղծված։ Բայց կենդանիներ ուտելով չենք կարող դեպի Աստված գնալ, չենք կարող հասկանալ, այդ ով է այդ Աստվածը, ինչ է։ Որովհետև ուղեղներս նորմալ չի աշխատում։ Երբ որ շատ սիրալիր իրար կենացները խմում ենք ալկոհոլով, ցանկություններ ենք հայտնում ալկոհոլով, պահքի շրջանում անթույլատրելի է։ Ուզում ես հավատա, ուզում ես մի հավատա, բայց անթույլատրելի է։ Դրա համար էլ մենք այսօրի ենք հասել, որովհետև ամեն կենդանու մարմինը ուտելով մենք Աստծու տված բարիքը, որ հողի ու արևի էներգիայով ստեղծվում է, մենք արհամարում ենք եւ գերադասում ենք ինչ որ մեկի կյանքը ընդհատել եւ նրա մարմինը ուտել։ Դե Հիսուսն ասում է, եղեք երկնային հորս նման կատարյալ։ Եթե պահքի շրջանում էլ չենք կարողանում դա պահպանենք, որ սովորենք պահպանել մյուս օրերին էլ, որովհետև պահքի շրջանը 200 օրից ավել է, սա մեծ պահքն է, բայց ամեն շաբաթ, չորեքշաբթի եւ ուրբաթ օրը էլի պահքի շրջան, պահքի օրեր են։ Չորեքշաբթի օրը Հիսուսին բռնում են, ուրբաթ օրը խաչում են։ Այդ երկու օրը պետք է կենտրոնանանք Հիսուսի խաչելու, Հիսուսին տանջելու, Հիսուսի տանջանքները թեթևացնելու համար։ Պետք է ազատվենք մենք դաժանությունից։ Իսկ դաժանությունը շատ աննկատ օձի նման մտնում է մեր մեջ։
որովհետև մենք ճիշտ սնունդը չենք ընդունում, ճիշտ չափով չենք ընդունում, ճիշտ տեղում չենք ընդունում եւ ճիշտ ձևով չենք ընդունում։ Այսինքն առանց ծամելու սոված գայլերի նման հարձակվում ենք ինչ-որ մի կենդանու վրա եւ ուտում ենք։ Տարբերությունն այն է, որ մենք խորովում ենք, եփում ենք, համեմունք ենք ավելացնում, միայն դա է։ Մեկ էլ դիպլոմներ ունենք համալսարանում, բայց դա մեզ չի փրկում։ Մեզ բոլոր գիտելիքները վնասում են, բացի աստվածային գիտելիքից։ Աստվածային գիտելիքը միայն Աստվածաշնչում չկա, որ կյանքում նայեք, տեսնեք, որ ամեն ինչ Աստծուց է։ Մենք ենք ընտրում Աստվածայինը մեր հորինած սնունդից, մեր հորինած մտքերից, մեր կարծիքով իրարից ժառանգած, իրար նմանացրած կյանքից։ Մենք ենք ընտրում։ Եվ այդ ընտրության համեմատել մեր էվոլյուցիան զարգանում է։ Ծնունդները չնշել կամ նշել այնպես, որ այդ ծնունդը նշողի բարությունը ավելանա, ներողամտությունը, խստապահանջությունը ուրիշների նկատմամբ չավելանա, այլ պակասի, այսինքն կատարելագործվի այդ երեխան կամ մեծ մարդը, այդ օրը անցնի աստվածային օրենքով, ոչ թե աղմուկով, ալկոհոլով եւ մսով, հատկապես նորից եմ նշում պահքի շրջանում։ Պահքի մասին չեն վիճում, ուղղակի պահքին մասնակցում են։ Իսկ ինչ օգուտ ունի պահքը, եթե այդ շրջանում մարդը չի ուտում եւ պարծենում է, որովհետեւ ինքն էլ է ուտող է, կենդանի ուտող է, պարծենում է սուրճի մի բաժակից հետո կամ մի 50 գրամ խմելուց հետո ես 40-45 օր ես ոչ մի բան չկերա, միշտ չկերա բան։ Իսկ դու ուտում ես, սկսում են իրար հետ խոսալ։ Արդեն այդ խոսալը պահքի խախտում, այդ մասին խոսալ։ Պահքը նա համար չի, որ գլուխը գովենք, որ մրցենք իրար հետ, համեմատվենք։ Պահքը պետք է մասնակցել ավելի շատ լռելով, ավելի շատ ներքին խաղաղություն հաստատելով մեր մեջ, այն ժամանակ կզգաք, որ ձեր սերն էլ ավելացավ մյուսներին, կարեկցանքի հիմքով սեր, որովհետև սերը այնքան երանգներ ունի, խղճահարությունից չէ, կարեկցանքից, խղճահարությունից զգացմունքներդ են, էներգիա ես ծախսում, լրիվ անիմաստ, համ քեզ ես հոգնածնում, քեզ ես թուլացնում, համ էլ ում համար որ խղճահարվում ես։ Խիղճ պետք է ունենալ, դա մեր աստվածային ձևակերպումն է, որ Աստծուն հավատքը մենք ձևակերպում ենք, ասում ենք, բա դու խիղճ չունես, չենք ասում, բայց դու հավատք չունես, բա դու սեր չունես, ասում ենք, խիղճ չունես, դրա համար էլ ժողովուրդը անվանել է ասել, խիղճը մեր Աստվածն է, մեր մեջ։ Բայց եթե դու կենդանի ես ուտում, ինչ խղճի մասին է խոսքը։ Ուրեմն դու խղճում ես մենակ քո ծանոթին, քո բարեկամին, քո ընկերոջը։ Բայց կենդանին մեղք չի։ Ախորժակով էլ ուտում ես շատ, ու չես բավարարվում, որ մի բուդը կերել ես։ Երկրորդի վրա էլ աչք տա, անգած որ շուտ ես վերջացնես, են էլ ուտես։ Դաժանությունն է ավելանում, ցանկասիրությունը, որկրամոլությունը, որը մեղքերից մեկն է համարվում, որկրամոլությունը, որ ցանկասիրաբար ուտում ես, ոչ թե անհրաժեշտաբար,
այլ ցանկասիրաբար։ Պահքի շրջանում պետք է զոհաբերություն ունենանք։ Մեր սովորությունները մի կողմ դնենք։ Մեր ընկերոջ համար ալկոհոլ օգտագործելը կամ ընկերությունը պահպանելու համար նրա ծխած ծուխը, որ արտաշնչում է, շնչելը դա ընկերություն չի։ Պահքի շրջանում ամեն ինչը պետք է զսպվածության հիմքով լինի։ Կարգապահության։ Որն է կարգապահությունը։ Որ քո վարքով եւ դիմացինին, քո զրուցակցին, քո մտերիմին, եւ նրան չես վնասում, եւ քեզ չես վնասում, ընտանիքդ չես վնասում, որևէ մեկին չես վնասում։ Պահքի շրջանում, եթե անցար տեսար մեկը անտուն նստած դրամ է հավաքում, եւ դու կարող ես մի փոքր օգնություն անել, եթե սովորական մյուս օրերին, պահքից դուրս օրերին, դու մտածում ես, ասում ես, դե ինչի ես տամ դրամ, մեկը պետք է գնա խմի կամ գնա ծխի, ինչի տամ։ Պահքի շրջանում արդեն այդ երանգը դուրս է գալիս, որովհետև դու խիղճ ունես, անկախ նրանից նա ինչ է անելու, դա իր կարման, դա ինքը պետք է պատասխան տա, ինչի համար ծախսեց քո տված դրամը, բայց դու տալու չտալու պատասխանը պիտի տաս, կամ տալու կամ չտալու, ուրեմն պետք է մտածել սովորենք, բացի միս չուտելը, ովքեր արդեն ընդհանրապես տարիներ չեն ուտում, կենդանի, նրանք կենդանական ծագում ունեցող սննդամթերքներ չեն օգտագործում։ Կաթն է, հավկիթն է, ձկան խավիարն է, մյուսն է, բոլոր, ամեն ինչ չեն օգտագործում, չեն ուտում։ Ես արդեն 35 տարի է, որ չեմ ուտում, որևէ մեկին, ոչ թե միայն մարմինը, այլ աշխատում եմ ներվերն էլ չուտել, ոնց են ասում են, եզնիկ կողբացին ասում է, մեկն էլ կարող է միս չուտել, բայց իր եղբոր միսը ծամել։ Ու հասկանում ենք ինչ է ասում։ Պետք է խուսափել պատերազմներից, կռիվներից, վեճերից։ Լռությունը ասեցի արդեն, հեռախոսով քիչ խոսել, որովհետև հեռախոսով խոսացողները իրար ճառագայթում են։ Այս 5G, 5 բանով, որ հաճախականությունը ավելի բարձրացրեցին, որ շատ նուրբ ձևով երեխաներին այդ վակցինները, որ չկարողացան այնքան անեն, որ շատ պակասի մարդկության թիվը, մարդիկ քիչանան, հիմա էլ տարբեր հիվանդություններ են հորինում, մանավանդ պահքի շրջանում, թեկուզ և դրա համար, պետք է քիչ շփվեն։ Եթե գնում են ժողովարան, որի անունը եկեղեցի են դրել, հավաքվում են, կենդանի էթիկայի մեջ, ագնի յոգայի մեջ ասում է избегайте всяких толп, ամբոխից խուսափեք։ Այո, ամբոխը այն է, որ ցակ ու ցրի, անմակարդակ մտքերով, բայց վախից հավաքվել են, իրենց հավատացյալի տեղ են դրել, հավաքվել են, իրար վարակում են, հոգեկան էներգիայով, իմպերիլով, ադրենալինի ուժեղ հոսքով, արտադրությունով, վախից և ցանկասիրություններից, նախանձությունից և այլն։ Եվ ասում են մենք հավատացյալ ենք։
Հավատացյալ ես, հավատքը սրտիդ մեջ պահի, հոգուդ մեջ պահի, ոչ թե լեզվիդ վրա պահի։ Հավատացյալը չի վիճում, առավել ևս այս պահքի շրջանում։ Կենդանի էթիկայի մեջ, ուրեմն 6 գրքի մեջ մի քանի համարներում խոսում եմ, ասում եմ, ես զգուշացնում եմ, ասում։ Եղբայրություն 21 համարը եւ 22 համարը 4-րդ գրքի մեջ։ Կրակի աշխարհը առաջին մասում, առաջին գրքի մեջ 482-ը։ Զնակի Ագնի յոգի, ուրեմն Ագնի յոգայի նշանները 348 համարը առաջին գրքի մեջ, Սիրտ գրքի մեջ 331-ը, Կրակի աշխարհ երկրորդ գիրք, երկրորդ մաս 157 եւ 408։ Սա ում որ հետաքրքիր է, հետո կարող ես դուք տեսնել։ Բրատство, եղբայրություն երկրորդ գիրք, երկրորդ մաս, վեր երկրային, նադземное 372։ Ով որ սա կարդացել է եւ դրանից հետո փորձում է մի փոքր, դե գիտես ինչ, ես ամիսը մեկ եմ ուտում։ Եթե չես ուտում, մի կեր, եթե ամիսը մեկ ես ուտում, ուզում ես ուտել, ինչ ես տանջում։ Կեր եթե ուզում ես, պետք է գիտակցությունը քեզ թելադրի կառավարի, որ դու չուտես, ոչ թե տեսնես ինչ որ ինչ են ասում պատվելիները կամ վեհապետները կամ քահանաները ու իրանց ասելով դու քեզ տանջես չուտես։ Դու դեռ չես հասունացել, որ ինչի համար պետք է ուտես եւ ինչի համար չպետք է ուտես։ Ինչ որ մի քայլ անելու համար պետք է հասունանալ, ոչ թե նմանացնել կյանքդ ուրիշների կյանքին, որովհետև դու քո ինտելեկտուալ պլանով գտնում ես, որ դա ճիշտ է։ Բայց հոգիդ դու ոգեշնչում չես ունենա քո արած քայլերի համար։ Դու բավարարված չես զգա քեզ։ Ֆիզիկապես էլ առողջ չես կարող լինել։ Եթե չես կարողանում գնաս, բայց փորձում ես գնաս, հետո վաղը էլի հիշում ես համը բերանի դեմ մնացել, վաղն էլ չես կարողանում, բայց փորձում ես զսպել քեզ։ Այս ավելորդ պայքար է։ Մի քիչ առաջ կարդացի, ես չեմ ուտի, եթե պետք է գայթակղացնեմ իմ ընկերոջս, բարեկամիս, հարևանիս, ընտանիքի անդամի կապ չունի։ Դա էլ խո ավետարանից կարդացի ես, ուրիշ տեղից չեմ կարդում։ Կեսություն բաժնում են սկզբի մասում։ Չի գրված, ձեզ տրված է հողի եւ արևի տված արդյունքը, պտուղները, այսինքն բանջարեղենները, պտուղները, հոգով պնդուկ չարազները բոլոր, լոբեղենները, դրանք ավելի ուժեղ սպիտակուցներ են եւ ավելի հեշտ մարսող։ Բայց միշտ վեճ են առաջացնում։ Իհարկե կվիճեն։ Ծխողին, որ ասում ես, դու գիտես, չէ, որ քեզ վնասա, որ ընտանիքդ էլ աշնչում այդ ծխերը, օգտվում են նրանք քո արտաշնչած այդ ոչ թթվածնից։ Նրանք էլ են շնչում։ Այնտեղ որտեղ դու նստած ես արտաշնչում ես, նրանք շնչում են։ Տարբեր ձևերով դու վնաս ես տալի, բայց չի ես ծխում։ Ես չեմ կարող առանց ծխել։ Լավ, չես կարող առանց ծխելու, գորե առանց վիրավորելու, առանց գոռալու, առանց վեճ սարքելու ապրի։ Դա չեմ կարող։ Տեսնում եք ինչ ստացվում։ Ոչ մի բան չի կարող, բայց ում որ վրա գոռում է, որ կռիվ սարքի, որ ցույց տա, որ ինքը կարող տղա է, քեզ չես կարող կառավարես, դու քեզ կարող է տեղ։ Նույնն էլ թմրադեղը, նույնն էլ
ալկոհոլը, նույնն էլ սուրճը, առավոտը արթնանում են, առաջինը սուրճն են խմում։ Ստամոքսները շարքից դուրս գալի, լյարդներ, լեղապարկներ, արյուններ, ամեն ինչը։ Քանի բժիշկներ ասում են, որ առավոտը արթնացանք, բերանի խոռոչը մաքրեք, ատամները, լեզուն քերեք ու անպայման գոլից մի քիչ տաք կամ գոլ ջուր խմեք։ Եթե ալարում եք, գոլացնեք, մի քիչ տաքացնեք, գոնե սենյակի ջերմաստիճանի ջուրը խմեք։ Նույնիսկ դա չգիտենք, ինչ մնաց մսի մասին խոսում։ Ես քանի հաղորդումներ ունեմ հեռուստաալիքներով, պահքը եւ մսակերություն, որտեղ իրար հետ կապված են։ Ուրեմն պահքը միայն միս չուտելը չէ։ Այսօրվա զրույցս դա է։ Պահքը մեր ներքին աշխատանքի շրջանն է, կատարելագործման շրջանն է, անցյալի բոլոր տեսակի սխալներից ազատվելն է, սխալ խոսքից, սխալ մտքերից, որ երևակայական պատկերներ են ստեղծում եւ գիշերները երազախապ են լինում, ասում են, ես բարոյական մարդ եմ, ես երբեք ուրիշի վրա աչքս չեմ գցել, բա միտքդ չես գցել, վստահ լինելով, որ որևէ մեկը չի զգում դա։ Պահքի շրջանում այդ բոլորը հավասար մեղքեր են, որովհետև պահքի շրջանը նոր ասեցի, հաճախականությունը բարձրացնելու շրջան է, որ Հիսուսի հարությունը զգանք, մնացածը ամեն ինչը շատ փոքր միջոցներ են, իսկ դա նպատակն է, միջոցը միսը չուտելը, կենդանականը չուտելը, հերոստացույցով ամեն մի բազմասերիանոց խայտարակություններ նայելը, բոլորը պետք է հանգե, գոնե այդ օրերին։ Ովքեր հավատում են, ինչ եմ ասում, որովհետև ինձնից ոչ մի բան չեմ ասում, կյանքիս մեջ համոզվել եմ համեմատելով ինչ է գրված ավետարանում, կենդանի էթիկայով, հիմա էլ ես 2005 թվից էլ այս թելադրությունները, որ բոլոր սրբերը վեհապետները, մարգարեները միացել են իրար եւ ուզում են մեզ օգնեն, որ մեր գիտակցությունը ընդարձակվի, ոչ թե տվյալներ ստանա, թարմ, նոր, ու ասենք, գիտես, այս բանը լսեցինք, այս բանը կարդացինք։ Ովքեր զգում են, որ հասարակ բանից չարանում են, ջղայնանում են, սկսում են մեղադրել ուրիշներին, դատել, թող նայեն, որ կարող են միսել չուտեն, աշխարհի երեսին մարդկային պատմության մեջ երևի այդ մի արտարոց դեպքն է, որ Հիտլերն էլ, Ադոլֆ Հիտլերն էլ մսակեր չի եղել։ Բայց սա փաստ է, որ միայն միս չուտելով չի, որ մարդը կարողանում է մաքրել իր ներքին աշխարհը եւ բոլոր իր շերտերը։ Զգայական շերտը 7 անգամ 7 շերտ ունի։ Արվեստի շերտ, ես ինչ գիտեմ, ցանկասիրությունների տարբեր շերտեր, մեր ցանկությունները մեր զգայական շերտի մեջ են։ Վեհապետներից մեկը Գուանինը ասում է թիթերի թևերի թափքը մեր մոտ դղրդոց է գալիս։ Դե պատկերացրեք մեր գորգորալով խոսալը, մեր պատերազմները, այ այդ տգիտությունը վերանում է, երբ որ դու մաքրվում ես, սկսում ես հասկանալ, որ ես որտեղ որ մենք գոռում ենք, վեճ ենք սարքում, կռիվ ենք սարքում, բարձր երաժշտություն ենք միացնում, անտեսանելի աշխարհի էակները բոլորը փախնում են, բացի չարքերից։
բացի դևերից։ Հրեշտակները բոլորը փախնում են, բայց ամեն հրեշտակ իր պահպանելու տեղամասը ունի։ Ոնց որ ֆիզիկական պլանում մենք պահակներ ենք նշանակում ինչ որ օբյեկտների, ինչ որ գործարանների կամ հիմնարկների։ Նրբագույն աշխարհում էլ է այդպես։ Դրա համար մեծ քաղաքներում հնարավոր չի սովապահություն անել, քաղցել, 3 օրից ավել, որտեղ ամբողջ բացասական էներգիան կխցկվի մեր մեջ։ Հետո չենք հասկանա, այսքան օր, ես մարդ գիտեմ 49 օր սովապահություն է արել, և անցյալ տարի ես լսեցի ու տեսա, որ արդեն քանի հոգիներ մի քանի ամիս ոչ մի բան չեն կերել, մենակ ջուր են խմել և մաքուր օդին քայլել են, կարիք չեն զգացել հետո և սկսեցին բացատրել YouTube-ով մարդկանց, որ աստիճանաբար պետք է գալ սրան, որ ուտելիքի համար, որը կթանկանա և արդեն թանկանում է, իրար ձեռքից չխլենք, այլ փորձենք պատրաստվել ավելի նուրբ շերտեր բարձրանալ, որովհետև այս մարմինը, որ տրված է մեզ, տրված է, որ մենք մեր այդ մարմնի ցանկասիրություններից աստիճանաբար ազատվենք, սկզբից չափավորենք, հետո ազատվենք, որ կարողանանք ուրիշ աշխարհներում գոյատևել։ Որովհետև Պողոս առաքյալը, քանի անգամ ասել եմ շատ, ասում է, ես ամեն օր մեռնում եմ, այսինքն ամեն օր փոխվում է, նրբանում է, դուրս է գալիս, ինչքան մարդ կա, որ նստում է խաղաղ, առանց բժիշկների մոտ գնալու, առանց բարեկամներին, հարևաններին, հարազատներին անհանգստացնելու, խաղաղ աչքերը փակում է ու գնում, կամ իրիկունը պարկում է, առավոտը արդեն չկա մարդը։ Ոչ մեկին պահանջ չի դրել, ոչ մեկին չի անհանգստացրել, ոչ մեկին չի մեղադրել։ Այդ ոնց է ստացվում։ Ինչքան բաներ կան, որ մենք չգիտենք, կամ եթե գիտենք որպես տվյալներ, բայց որպես գիտելիք գաղափար չունենք։ Այդ բոլորը օգնում է, ինչ որ այսօր ասեցի ես, օգնում է պահքը, որ մենք նրբացնենք, այսինքն քչակերությունը, կենդանականից ազատվելը, դաժանությունից ազատվելը, սնունդը, զգացմունքները, մտքերը, հոգեկան էներգիան իրար հետ կապված են։ Ես պահքի մասին, որովհետև շատ եմ խոսել, մսակերության հետ էլ առանձին շատ եմ խոսել և դրանք էլ կապել եմ իրար հետ, բայց նշել եմ, որ միայն միս չուտելը պահքի շրջանի համար չի։ Դա քո գործն է, ուզում ես կեր, ուզում ես մի կեր։ Պահքի շրջանում պետք է բոլոր մեր շերտերը մաքրվեն։ Մեր խոսալու ձևը պետք է փոխվի, մեր մտածելու որակը պետք է փոխվի եւ այլն։ Խաղաղություն ձեզ, համբերություն ձեզ։ Ես խնդրում եմ մի հատ ամենակարևոր բանը մոռացա, Էյնշտեյնը մսակերության համար մի 2-3 նախադասություն ունի։ Կարծում եմ, որ չեն կարող, որևէ մեկը չի համարձակվի ասի, որ դե Էյնշտեյնն այլ է մի բան ասել է։ Աշխարհահռչակ գիտնական մարդ։ Հիմա խնդրում եմ այդ երկտողը դնենք ու կարդանք միասին։ Ոչինչ այնքան օգտակար չէ մարդու առողջության համար և չի ավելացնի կյանքի պահպանման հնարավորությունը երկրի վրա, ինչպես բուսակերության տարածումը։ Մարդը զգացել է, որ մարդը իրավունք չունի ոչ մեկին ուտել։ Ձեզ խաղաղություն, համբերություն, այսօր ավարտեցի ես ինձ։